ABC մեդիայի հարգելի հետևորդներ, զրուցել ենք ՕԻԴ անդամ Սևակ Նազարյանի հետ։ Սևակ, ամենամյա ջահերով երթին դուք կարծես արդեն որպես կազմակերպիչ եք մասնակցում, ինչ փուլում եք հիմա, երբ է մեկնարկելու։ Մեր ջահերով երթը ինչպես ամեն տարի, վերջին տարիներին մասնավորապես Հանրապետության հրապարակից է մեկնարկելու, նախատեսված ժամը հավաքի ժամը 20:00-ն էր, արդեն հավաքի մեկնարկից հետո կսկսենք նաև միջոցառումը, սկզբում կլինի իհարկե որոշակի ելույթներ օրվա խորհրդով, ապա կմեկնարկի երթը արդեն իսկ ավանդական դարձած երթուղով Ամիրյան, Մաշտոց, Բաղրամյան, Կիևյան եւ Ծիծեռնակաբերդ վերջնակետով։ Եթե նաև մեր քաղաքացիներից ընթացքում կուզեն միանալ, կարող են միանալ այդ երթում։ Մեծ զրույցներից մեկում նշել էիք, որ այսօրը տարբերվում է իր խորհրդով ապրիլի 24-ին ու ասել եք, եթե ներկա լինեք, կզգաք թե երիտասարդների թե մասնակիցների շունչը, Ուզում եմ հասկանալ ձեզ մոտ որևէ փոփոխություն կա 2 թե 1 տարի անց եւ ինչ փոփոխություն է եղել եթե։ Իրականում բացարձակապես ոչ, որովհետև ինչպես որ ջահերով երթի մեկնարկած տարում 99 թվականից սկսած ջահերով երթը որդեգրել է պայքարի նշանաբանը, նույն դիտանկյունից եթե նայենք հարցին, քանի որ մեր պայքարը չի ավարտվել եւ դեռ նոր իրականում թիրախներ ունենք պայքարի համար, այս տեսանկյունից եւս կարող ենք պնդել, որ ջահերով երթը էական կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի քաղաքական կյանքում, որովհետև եթե նայենք որպես ցեղասպանության պահանջատիրական միջոցառում միակ եւ եզակին է Հայաստանում մանավանդ իր մասշտաբով, որ տեղի է ունենում։ Ցավոք սրտի վերջին տարիներին հաշվի առնելով նաեւ Հայաստանի իշխանությունների քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել են այս տեսանկյունից, մենք ավելի կարևորում ենք այս միջոցառումը եւ մեր քաղաքացիներն էլ կոչանում մասնակցել։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։